Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, ինչ է լեզուն, լեզուն ասում է մի չար գազան է, որ բանտարկված է բերանի խոռոչում։ Եվ Աստված այս չար գազանին երկու փականք է դրել, մեկ ատամները, մեկ էլ շրթունքները, որպեսզի սաստի այս գազանին պահի փականքների տակ։ Եթե այս երկու փականքներն էլ չեն աշխատում, ատամներն ու շրթունքները, որ փակին պահեն մեր լեզուն, ապա երրորդ ահավոր սաստիկ դաժան ատիժն է, Աստծո վախը։ Պետրոսի հայտնություն մի հատ գիրք կա, որտեղ խոսում է գեհենի տանջանքների մասին։ Ասում ով բամբասում է, դատում է լեզվով, իր լեզուն ասեղներով ծակելու են դժոխքում։ Ու անընդհատ մի անգամ չէ, ծակելու են։ Ինչպես հաղթահարենք բամբասանքը դատելը, հա։ Եվ ընդհանրապես խավարը ինչպես հեռացնենք մեզանից։ Խավարը մեզանից պիտի հեռացնենք լույսը ցակելով։ Երբ է մարդը բամբասում դատում, մեր Տերը ավետարանում ասում է, մարդու լեզուն խոսում է սրտի ավելցուկից։ Երբ որ մարդու սիրտը դատարկությամբ հալածված, հագեցած չի, լիացած չի, այդ դատարկությունը միանգամից լեզվի վրա երևում է։ Երբ մարդը նայում ես, տեսնում ես, այս ինչ գեղեցիկ է, պարկեշտ է, բայց բերանը որ բացում ասում ես, ափսոս։ Այսինքն սրտի ավելցուկից է լեզու խոսում, երբ որ մարդու սիրտը լցված է, հագեցած է, իր սրտի ավելցուկը լեզվի վրա երևում է։ Ուզում ենք բամբասանքը ու դատելը հաղթահարել, պետք է հոգով, խաղաղությամբ, ուրախության մեջ լինենք, աղոթքի մեջ լինենք, հանդարտության մեջ լինենք, ափսոսանք ամեն մի խոսքը, որ դիանիմաց տեղը արտահայտենք։ Քրիստոս ավետարանում ինչ ասում, ձեր ամեն մի դատարկ խոսքի համար պատասխան եք տալու։ Հա։ Նախ պատասխանատվությունից ենք փրկվում, երբ որ ավելորդ խոսք չենք ասում, հետո մենք մեզ խնայում ենք։ Լռությունը ամենամեծ գանձն է։ Mən իմ խոսելու համար երբեք լռեցուս համար երբեք չեմ ափսոսացել, բայց խոսելուս համար շատ եմ ափսոսացել։ Լավ, ենթադրենք մենք փորձում ենք այդ հոգևոր կարգավիճակը պահել, այսինքն փորձում ենք ավելորդ խոսքեր չասել, չբամբասել, չդատել, չզազրախոսել, բայց մեր կողքին մարդիկ սկսում են խոսել, դատել, բամբասել ուրիշներին։ Ինչ անենք։ Ինչ անենք, ինչպես վարվենք։ Ժողովուրդը մի խոսք ունի, ասում է լռությունը համաձայնության նշան է, չէ՞։ Բայց ես համաձայն չեմ դրա հետ։ Շատ անգամ, երբ որ մենք իրենց ասածին ընթացք չենք տալիս, հա, լռում ենք, հա, չենք խոսում, անհամաձայնության նշան է դառնում։ Ինքը խոսում է, դու լսում ես, ոնց որ չես լսել։ Ուշադրություն չես դարձնում։ Հա։ Մեկ երկու խոսի տեսնի խոսակից չկա, երրորդ չի խոսի։ Մենք պիտի մեր ներքին հոգևոր խաղաղությամբ պահենք մեզ, որպեսզի չներքաշվենք այդ խոսակցության մեջ։ Եթե դու գնահատում ես քո հոգու խաղաղությունը եւ քո խոսքի արժեքը գնահատում ես, ինչքան էլ կողքի բամբասեն դատեն, դու լուր ես մնում։ Չես ուզում, որ այդ խաղաղությունը կորցնես, չես ուզում, որ ներքաշվես դրա մեջ։ Ուրեմն քո ներքին հոգևոր խաղաղությունը, քո խոսքի արժեքի գնահատումը դառնում է քո չափանիշը մարդկանց հետ շփվել։ Այսինքն դու երբ որ գնահատում ես, երբ որ դու չես ուզում ներքաշվես, իրապես զզվել ես բամբասանքից դատելուց, եթե դու ներքաշվում ես, կամ սայթակում ես, կամ էլ քո մեջ կա, դու էլ ես ուզում բամբասես, դատես։ Եթե քո մեջ չկա այդ բան, դու զզվում ես բամբասանքից ու դատելուց, ուրեմն դու չես կարող, ինքը չի կարող քո հետ համակերպվել։ 1-2 արդեն դու զրուցակից չես, քո մոտ չի դատում, չի բամբասում։ Տեղ կա կարող ես նաև հստակ իրեն ասել, որ չի կարելի, բամբասել դատելը մեղք է, սխալ է, չի կարելի։ 1-2 ասում ես, երրորդ ասելու կարիք չկա, քո մոտ չեն բամբասում, չեն դատում։
քեզանից է կախված։ Ամեն ինչ քեզանից է կախված։ Եթե դու քո միջից իսկ արհանում ես բամբասանքն ու դատելը եւ ամուր ես դրա մեջ, ուրեմն քո շուրջն էլ սկսում են չբամբասել, չդատել։ Սրբիր ինքդ քեզ կսրբես քո շրջապատը, ասում են եկեղեցու Սուրբ Հայրը։ Եթե դու չես սրբվել, քո մեջ կա բամբասանքն ու դատելը, բնականաբար արագ ներքաշվելու ես։